Հերմինե դիալոգ հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Լիկա Մեսրոպյանն է։ Star News-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենակարևոր դրվագները։ Նախնական զրույցի ընթացքում դերասանուհին Հերմինե Ստեփանյանին հայտնել էր, որ ամուսնացած է։ Հաղորդավարուհին խնդրեց պարզաբանել ու պատմել, ինչպես է դա տեղի ունեցել։ Լիկա Մեսրոպյանը նշեց. «Այո, ես ամուսնացած եմ եղել միշտ, համենայն դեպս էս վերջին շրջանում, բայց ինչ-որ չափով կատակ եմ արել։ Իրականում ես ոչ թե ամուսնացած եմ, այլ նվիրված ոչ միայն իմ որդուն և ընտանիքին, այլ նաև իմ աշխատանքին։ Ես այլևս նման սխալ քայլ չեմ անի իմ կյանքում։ Ցանկացած կին կարծում է, որ ամուսնանալուց հետո երջանկանալու է, իսկ դա շատ հազվադեպ է այդպես պատահում։ Դրա համար ինձ նվիրել եմ իմ բիզնեսին», անկեղծացել էր Լիկա Մեսրոպյանը։ Իսկ մեզ մնում է հավելել, որ դերասանուհին ակտիվ գործունեություն է ծավալում նաև իր սոցիալական հարթակներում, որտեղ շատ օգտակար տեսանյութերով է կիսվում։ Star News-ը առանձնացրել է այդ տեսանյութերից մի քանիսը։ Ներկայացնում ենք ձեզ դրանք առանց մեկնաբանության։ Ձեզ ուզում եմ ցույց տալ ժամանակին 80-ական, 90-ական թվականներին, երբ գոյություն չուներ բոտեքս, լամինացիա, կերատին մազերի համար նախատեսված, մենք ինչ էինք անում։ Ուրեմն այստեղ ինձ մոտ 30 գրամ ժելատին է։ Ես այս 30 գրամ ժելատինը թրջում եմ սառը ջրով, ուրեմն 150 գրամ ջուր է հարկավոր, ինչպես կողմնորոշվեք, ջուրը 3 ընդամենը սուրճի բաժակ։ Ավելացնում եք, լավ խառնում եք և թողնում եք 15 րոպե, որպեսզի ուռի ժելատինը։ 15 րոպե հետո ժելատինը այսպիսի տեսք է ունենում։ Հիմա սա պետք է գոլորշու վրա հալեցնել, սա երկար մազերի համար նախատեսված է այս բաժինը։ Դուք կարող եք, եթե կարճ են ձեր մազերը, անել ուղիղ կեսը։ Ժելատինը հալեցնում ենք եղակի վրա։ Այստեղ հալելուց հետո դուք կարող եք գերչակի յուղ կամ որևիցե վիտամին կաթացնել։ Չենք եռացնում, անպայման հալեցնում ենք գոլորշու վրա։ Երբ որ բոլոր այս գնդիկները ձուլում են, ապա նա արդեն պատրաստվել է։ Ժելատինը հալվելու թողնում ենք այնքան, մինչև սառի, մինչև տան ջերմաստիճանի։ Մազերը պետք է լինեն լավ լվացած և մի քիչ խոնավ։ Նախօրոք լվանում եք, չորանում մի քիչ, որպեսզի ջուրը չցոլա, նոր մազերը ուրեմն թրջում եք ժելատինով մոտ 2 սանտիմետր արմատներից հեռավորության վրա, որից հետո ոչ մի դեպքում չեք օգտագործում շամպուն, հնարավորին չափ սառը ջրով, գորգ ջրով լվանում եք և չորացնում եք։ Իհարկե ցանկալի կլինի, որ խնդրեք ձեր վարսավիրին, որպեսզի նա ձեզ օգնի, պրոցեսը բավականին դժվար է, ծորում է։ Թողնում եք, անպայման ծածկում եք տոպրակով, թողնում եք մոտ կես ժամ և, ինչպես ասացի, գորգ ջրով լվանում եք։ Ահա և արդյունքը։ Իհարկե մազերը պարզապես չորացված են և դեռ մի քիչ խոնավ են, եթե դուք ուզում եք ավելի փայլուն լինի, ավելի շարժուն լինի, ավելի ծանր լինի, ապա պետք է ֆենեք վարսավիրանոցում, պրոֆեսիոնալ վարսավիրի մոտ։ Այս դիմակը դուք կարող եք օգտագործել 1 ամսվա ընթացքում 4 անգամ և իհարկե ավելի ակնհայտ փայլը կերևա, և եթե դուք ինձպես կողմնակից եք բնականի, ուզում եմ բռնեմ փայլը, որ լավ ցույց տամ, և եթե դուք ինձպես կողմնակից եք բնականի, ապա փորձեք։ Պարզվում է ես ու Արմենը մի ընդհանուր բան ունենք, երկուսս էլ շատ վախենում ենք կամերաներից, չէ Արմեն։ Իսկ ամենաշատը ինձ դուր եկավ, երբ որ վարպետի աթոռին նստում ես ու ասում ես, ինչ ուզում ես արա, ու ես վստահ եմ, մենք հիմա շուտով կտեսնենք։ Արմեն, քո ոսկի ձեռքերը մի հատ ցույց կտաս։ Սենց։
Ու դու էլ ես ոսկի մարդ։ Ես ուղղակի հիացած եմ այս մարդ տեսակով։ Մարդ տեսակով եւ վարպետ տեսակով։ Ապրես դու շատ հրաշալի, հաճելի անձնավորություն։ Ես վստահ եմ բոլորի տանջում այս հարցը, ինչպես ջեռոցի դռան երկու շերտի արանքը մաքրել։ Դուք երևի դանակով ես պատվասներից մտնում եք, հա, եւ սկսում եք մաքրել։ Ժամանակի ընթացքում գոլոշին կուտակվում այս երկու շերտի արանքը եւ եթե տեսնում եք, հա, լույսը վառեմ, չգիտեմ, հետքեր են, որը որ ոչ դրսից է մաքրվում, ոչ ներսից։ Հիմա ինչպես սա անել շատ արագ եւ հեշտ։ Տեսեք, այն մոտիկ մաշ։ Այստեղ այսպես փականներ կան, բացում եք։ Ջեռոցը նորից դուրը փակում եք, բարձրացնում եք վերև։ Այսպես փակում եք դուրը։ Ինձ կանա փողոցը քայլել, հետաքրքիր հայուսականով։ Բացում եք, քանդում եք, այս շերտը բանում եք, մաքրում եք, նորից անպայման, տեսեք, այստեղ նշանը կա, այս նշանները չեք մոռանում։ Ինչ տեսքով է եղել, նորից վերադարձում եք, հավաքում եք, հետո նշնայեք, նորից դուրը հիմա ոնց են գցում։ Այս երկարուկ մասերը նորից մտնում եք, դուրը փակեցիք, զգուշ ստեղից համենով բացեցիք, փականները փակեցիք, մի հատ է տարբերակ, եթե ուզում եք մաման ջղայնանա մի քիչ, երեխեք ձեր հետ են, այս փականները բացում եք ու փախում եք, ջերոցի կողը բացանում են, դնում եք, մաման դանիսավոր փակի, ու չի փակում, բայց կարող է ոտքին են գնի զգուշերը։ Ուրեմն անցյալ տարի էր, եթե չեմ սխալվում, ես գրիգին սենց չեմ ասեցի գրիգ, եթե լավ դեր լինի մի անգամ կխաղամ ու կգնամ, չէ՞։ Դու դա հիշեցիր, ֆիքսեցիր։ Գրիգ, բայց անկեղծ։ Ես չեմ վերադառնում։ Յանքս դու խաղամ կգնամ։ այդ ենք։ Դու այս NG քեզ առաջարկում եմ, այս մենակ դու ես։ Այս դերի վրա մենք էլ ուրիշ մարդ չունենք։ Այս բանը իսկական ինչ չունենք։ Յանքս ուրա տիկին Ravens Crow։ Կամած սենց է սկսվում։ Կամածքի տիրուհի, ասում այկան, այս դերակատարը մենք չունենք вообще Հայաստանի։ Հա, հա, այդքան չի։ Դու դաժե այդքան չես երևում։ Զանը, մենք իսկականից Հայաստանի Հանրապետությունը չունենք։ Սրա դե այս կերպարը։ Դա մենակ դու ես։